Բարև ձեզ, Factor TV հյուրը Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանն է, ողջույն, պարոն Խարատյան։ Արդեն հայտնի է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետը եւ այլ անձինք են ձերբակալվել, ԱԱԾ-ն եւ ՆԳՆ-ն էին գործողություններ անում քաղաքապետը անում վաղ առավոտից եւ կաշառք ստանալու եւ այդ մեղադրանքն է ներկայացված անձանց եւ շատ չմտնենք այս պատմության մեջ, ինչի դիմաց եւ այլն դա մեդիաներում շատ հայտնի է, ընդհանրապես ինչպես է գնահատում այս գործողությունը, հատկապես երբ այն դնենք կամ արժի դնել թե չէ այլ ձերբակալությունների հետ միասին հոգևորականներ, ովքեր ըստ իրավաբանների այլ հոգևորականների ուղղորդել են մասնակցել ընդդիմության ցույցերին եւ մեկն էլ ուղղորդել է ընտրեք սրան, թե չէ նրան մի ընտրեք այսպես։ Դե սպասենք տեսնենք նախաքննության մարմինն ինչ կանի հատկապես Գյումրիի քաղաքապետի հետ կապված, ինչ որ ձայնագրություն է հրապարակվել, որը փորձեցի լսել, բայց չեմ հասցրել հասկանալ ինչ է, անկախ ամեն ինչից, այսպես ասենք Վարդան Ղուկասյանի անցյալը գիտենք, շատ պատմություններ գիտենք, բայց իրավաչափությունն այս գործընթացների կասկածամտության տեղիք է տալիս, մենք նախապես մինչև եթերը սկսելը խոսում ենք նաև այն մասին, որ հատկապես թիմերում սա դառնում է տենդենս եւ այնտեղ բոլոր հատվածներում, որտեղ փաստացի գործող քաղաքական մեծամասնությունը հաղթանակ չի կարողանում ապահովել, տեսնում ենք, անկախ նրանից մենք ում ոնց ենք վերաբերվում, հա, սա մի կողմ դնենք, մենք տեսնում ենք այսպիսի գործընթացներ, հետաքրքիր է լինելու, որ եթե օրինակ Վարդան Ղուկասյանի դեմ ուրեմն առաջադրված քրեական գործը ինչ հանգուցալուծում կունենա, թե ինչ վերադասավորում կլինի օրինակ, տեսնենք թե ինչպիսի քաղաքական գործընթաց կլինի։ Իհարկե դիմեմ կնեք այդ ձեռագիրը տեսանել է, բայց դա նաև չի նշանակում, որ այս մեղադրանքը անհիմն է կամ մյուս մեղադրանքները։ Ես հիմա մեղադրանքի հիմնավորված, այո, մենք այստեղ դատարան չենք, ոչ էլ մենք ձեզ հետ պիտի որոշենք, թե որ ինչ է, բայց գնահատական տալ կարող ենք, ուրեմն տեսնենք, թե Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, քննչական մարմինները ինչպիսի մեղադրանք կառաջադրեն եւ վստահ եմ, որ դատական գործընթաց, եթե դա պիտի լինի, մոտ ապագայում կերևա, նախընտրական տարի է, ես կարծում եմ, որ արդեն իսկ լարված իրավիճակ էր, հիմա ակնհայտ է դառնում, որ այսպիսի իրավիճակների ականատես ենք լինելու թերևս ավելի հաճախ։ Տեսեք, վերջին շրջանում ամիսներին հատկապես կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր ներկայացուցիչների բառապաշարում ակնհայտ էր, այսպես սուր քննադատությունը Վարդան Ղուկասյանի հանդեպ Գյումրիի քաղաքապետի, որը նաև, եթե անկեղծ լինենք, չի թաքցրել իր, այսպես բնորոշ եմ, համակրանքը միութենական պետության նկատմամբ եւ ով դեմ է Ռուսաստանի հետ միությանը թրքահպատակ եւ այլն, չեմ ուզում այդ կեղտոտ բառերը այստեղ հնչեցնել, այս համատեքստն էլ կա, սա ինչքանով գերիշխող է, այսինքն քաղաքական տարը ընդհանրապես այս հարաբերություններում։ Ընտրական ժողովրդավարությունը այնպիսին է, ինչպիսին այն կա։ Եթե մաքուր կամ ասենք այսպես թափանցիկ ընտրությունների արդյունքում այս կամ այն մարդն է ընտրվում, ապա մենք դրա հետ պիտի հաշվի նստենք։ Այլ հարց է, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում այդ մարդը, սա արդեն երկրորդ հարցն է։ Հիմա թե ով ինչի կողմնակից է, ինչպես ձևավորվեց Գյումրիի ավականին, բոլորս տեսել ենք, ընդդիմադիր երեք ուժեր կարողացել են միավորվել, ընդ որում միմյանց միջև թշնամանք ունենալով հանդերձ եւ կարողացել էին քաղաքապետի տեխնացու առաջադրել ու քաղաքապետ ունենալ փաստացի։ Հիմա պարզ է, որ մի կողմ դնենք PR ակցիաները կամ այսպես ասած մարդկանց այս կամ այն ձևակերպումը կամ մոտեցումը դարձնել թիրախավորել դրանով նորմալ է, քաղաքական գործընթաց է, ես ավելի շատ մեծ հույս ունեմ, որ մենք իրավաչափության պրոբլեմ չենք ունենալու այստեղ։ Ուրեմն դե մեկ ցուցմունքով մարդիկ են կալանավորվում, ձերբակալվում, քրեական գործեր հարուցվում, հա, այսինքն անկախ նրանից, որ գործող քաղաքական մեծամասնությունը ընտրված իշխանություն է այսօր էլ, հա, սա ինչ է նշանակում, ժողովրդավարության հիմքը միայն ընտրությունը չէ, ժողովրդավարությունը նաև դատական համակարգն է եւ մնացած այն ամենը, ինչը պիտի ձևավորի գոնե ինչ որ մինիմում ներդաշնակություն մեր երկրում, իսկ մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ անկախ կրկին եմ ասում, մեր քաղաքական նախընտրություններից գործընթացների իրավաչափությունը պիտի կասկածի տակ չդրվեն։ Տեսեք,
այսպես ասենք ռուսական գործոնը հայաստանյան ներքաղաքական դաշտում եկեք այս հարցին էլ անդրադառնանք, կան գործիչներ շատ բացահայտ խոսում են միութենական պետությունից, ասենք նախկին նախագահն է խոսել, երկրորդ նախագահ Վարդան Ղուկասյանն է բացայբաց խոսել, այսինքն խոսել նկատի ունեմ ընդունելի համարել, հա։ Կան գործիչներ, ովքեր շատ ծայրահեղ քննադատում են սա Հայաստան ինքնիշխանության դեմ, այսպես որակելով այս թեման ձեր կարծիքով ինչքանով լուրջ է, պարոն Խարատյան։ Իրապես սա Հայաստանին սպառնացող թեմա է, թե օրինակ, էլի, ես շատ այսպես վերացական օրինակ եմ բերում։ Ենթադրենք 26-ին Գյումրիի սցենարը կրկնվում է, այն ինչ որ ուզում են եւ չեն թաքցնում այսօրվա դիմադիր ուժեր եւ Փաշինյանին հեռացնում են, ասենք Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, շատ պայմանական եմ ասում, Ծառուկյան եւ այլն, այդ թևը գալիս է իշխանության, մենք որպես քաղաքացի ունենանք անհանգստություն, որ այդ պարագայում այսպես միութենականացումը հեչ բացառված չի մեղմ ասած։ Գիտեք, սև ու սպիտակ է դառնալու, ինչքան առաջ շարժվենք դեպի ընտրություններ։ Այո, դուք համաձայն եմ ձեզ հետ, որ քաղաքական տարբեր խմբեր անթաքույց դիրքավորվել են որպես ռուսամետ ուժեր։ Միութենական պետություն եզրաբանությունը թերևս վերջի 3 տարում չենք լսել։ Ռուսաստանն ու Ուկրաինայում այնպիսի խնդրի մեջ է, ինչ միութենական պետություն, ԱՊՀ-ն են հազիվ կարողանում պահել։ Պարոն Ղուկասյանն էր շատ լավ։ Դե պարոն Ղուկասյանն նաև կոմունիստ է։ Հիմա շատ լավ, տեսնենք այնտեղ Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը տեսեք Դումայում ինչքան ձայն ունի, հա, այսինքն անախրոնիզմի մասին չխոսենք, հա, այսինքն անցյալով չդատենք։ Գիտեք, ես վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը ոչ շատ ուղիղ, բայց փորձելու է այդպիսի տարանջատում դնել, որ ընդդիմությունն ընդհանրապես ռուսամետ է եւ ձեր ընտրությունը թերևս աշխարհակաղակական հաճախ իմ կարծիքով կեղծ օրակարգի շուրջ է լինելու, բայց դրա հետ մեկտեղ կախված է լինելու թե ըստ էության ինչ ուժեր ենք տեսնելու։ Դրա հիմնական ուղղություններն արդեն երևում են, բայց քաղաքականությունում ոչինչ բացառված չի, առջևում կա 7-ից ավել ամիս, ուրեմն կտեսնենք թե այլ ինչ ուժեր, գուցե այդ արևմտամետի, այսպես ասած, դիրքավորումը Փաշինյանին ամբողջապես չհաջողվի պահպանել, չնայած արդեն տեսնում ենք, որ Հայաստանի արտգործնախարարը Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասում է, որ պատրաստվում ենք նաև պաշտոնապես դիմել Եվրամիության անդամությանը, եւ ուրեմն քաղաքական մեծամասնությունը թերևս ամենամեծ հնարավորությունն ունի դիրքավորվելու որպես դեպի արևմուտք գնացող։ Ես միևնույն է հակված եմ կարծել, որ այսպես ծայրահեղ արևմտամետների եւ ծայրահեղ ռուսամետների միջև քաղաքացիական պայմանագիրը դիրքավորվել է որպես այդպես բալանսավորող եւ բալանսավորման ուժ, այդ ժամանակը ցույց կտա թե ինչի հետ են գործ ունենալու։ Այո, բայց նաեւ նրանք վերցրին, այսպես ասած, արևմտամետներից դրոշակ եւ վերցրին Տեր-Պետրոսյանի թիմից դրոշակ, խաղաղության դրոշակը, նրանցից արևմտամետներից ԵՄ-ի դրոշակը եւ Փաշինյանի իշխանության նկատմամբ կա քննադատություն, որ դուք ինչ որ ԵՄ դրոշակ եք վերցրել ձեր ձեռքը, բայց հասկանալի քայլեր են, անտեսանալի, ոչ բավարար, ասենք, հա, օրինակ քննադատություններ արժանանում են հայտարարությունը արտգործնախարարի Լավրովի հետ ասուլիսում, որ մենք հայտ չենք ներկայացրել, բանակցություն չկա, այդ հայտարարությունից ամիսներ անց նա նոր, այսպես ասենք, լույս է վառում այս թեմայի վրա, չբացառելով առաջիկա ամիսներին կամ տարում, հա, այսինքն որոշակի ժամանակահատված է ասում եւ դա համընկնում է ընտրությունների փուլի հետ եւ չմոռանանք մայիսին այստեղ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, հավանաբար Մակրոն, Մերց եւ նման լիդերներ պիտի որ ըստ տրամաբանության Երևանում տեսնենք, սա արդյոք հաղթաթուղթ է։ Դե դա մի քիչ այլ կատեգորիայի այո խոսակցություն է, որովհետեւ մեր խաղաղության, այսպես ասած, process-ում հետաքրքիր կլիներ նրանց գալու թեման քննարկել։ Բայց ԵՄ-ի տիրույթում դեռևս մնալով, արդյոք սա կարող է հաղթաթուղթ լինել ՔՊ-ի համար, ինչ է կարծում։ Ուրեմն շատ բան կախված է լինելու նրանից, թե ընտրությունների հիմնական գերակա դոմինանտ թեմաները որոնք են լինելու։ Եթե աշխարհակաղակական ընտրության հարցն է լինելու Հայաստանի, Արևմուտք թե Ռուսաստան, այստեղ մի բան ենք տեսնելու։ Եթե խաղաղության օրակարգն է լինելու, այստեղ թերևս տարբեր բան ենք տեսնելու, բայց այս երկու թեմաներն էլ են փոխկապակցված, որովհետև հասկանում ենք, որ խաղաղության օրակարգի հիմնական ջահակիրն այս պահին առնվազն Միացյալ Նահանգներն են եւ Եվրամիությունն էլ հետևում չի մնում, չնայած նաև տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ առանձնապես այսպես
այսպես սրերով չի ընկալել օգոստոսի 8-ը, բայց լսում ենք, որ այսինքն Մոսկվան պատրաստ է տարածք տրամադրել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Ես այնուամենայնիվ հակված եմ կարծել, որ աշխարհաքաղաքական օրակարգը չէ լինելու դոմինանտ։ Դա ուղեկցող թեմա է լինելու, բայց ոչ անպայման խաղաղությունը, անվտանգությունը հաստատ առավել կարևոր է լինելու, բայց տպավորությունս այն է, որ միևնույնն է խոսակցության մեծ մասում լսելու ենք դավաճան, հիմար ես, հիմար չես, այս տրամաբանությունը ցավոք եւ լարվածությունն առավելապես աճելու է։ Շատ լավ, Պոլսի հայոց պատրիարքի վերջերս ազատության մեր գործընկերներին էր կարճ մեկնաբանություն տվել, դա եւ եկեղեցու շուրջ իրողություններից էր խոսում։ Շատ անսպասելի էր, որ այս իրողությունները նա տեղավորում էր ռուսամետ հակառուս տրամաբանության մեջ, ասելով, որ ըստ էության հանգուցալուծումը 26-ի ընտրություններում է լինելու եւ հանգուցալուծումը նաեւ ես այդպես հասկացա կաթողիկոսի շուրջ ստեղծված իրադրության, որ նա շարժ չի անի մինչեւ 26-ի ընտրություններ, նախ անակնկալ կար այս հայտարարության մեջ եւ արդյոք համաձայն եք այդ պնդման։ Պոլսո հայոց պատրիարքի որևէ ասած տեքստի, որ վերաբերում է քաղաքականությանը, պետք է նայել որպես Թուրքիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություն, սա պիտի հաշվի առնել, հա, Պոլսո պատրիարքը այդ պատրիարքությունը ձևավորվել է 14-րդ դարում թուրքական Օսմանյան կայսրության կողմից եւ ավանդաբար եւ շարունակաբար տարբեր փուլերում իհարկե տարբեր դրսևորումներով, բայց քեմալական Թուրքիայում եւ դրանից հետո եւ մինչ օրս բնականաբար Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման ինչ որ դրսևորում է։ Հիմա այն փաստը, որ Պոլսո պատրիարքը սկսում է խոսել Հայաստանյայի առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, դա նշանակում է Թուրքիայի որոշակի դիրքորոշում։ Ես չգիտեմ, թե ինչպիսի կանխատեսում է արվել եւ սա ինչ է նշանակում կոնկրետ այս համատեքստում, բայց մենք տեսել ենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանի պոլիս կատարածայցի ընթացքում որևէ բարձրաստիճան հոգևորական նրան այնտեղ չընդունեց, որը ստիպում էր կարծել, որ եկեղեցին, այո, որը ստիպում էր կարծել, որ հայ առաքելական եկեղեցու տարբեր թևերը ըստ էության որոշակի սոլիդարությամբ են միմյանց նկատմամբ, այսինքն կա ինչ որ ընդհանուր տրամաբանություն, որը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը, բայց դրանից զատ տեսել ենք նաև Անտիլիասից բանագնացին, որը նվերով էր եկել, Արամ Բեհափարի հնարավոր ներգրավման խնդիրը, բայց քանի որ լարվածությունն ավելանում է, մենք բնականաբար բարձրաստիճան հոգևորականների կողմից ինչ որ տեքստեր լսելու ենք, ես նաև ենթադրում եմ, որ ելնելով նրանից, թե ինչ արագությամբ կարող են գործընթացները զարգանալ, իսկ արդեն գիտենք, որ բանտերում հոգևորականների պակաս չկա, տարբեր հոգևորականների դեմ քրեական գործեր են հարուցվել, ուրեմն հավակնորդներ կան նոր վեհապար լինելու, ուրեմն նաև այս համատեքստումը պետք է կարծում եք ճեղքում կա եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության շարժ։ Չեմ կարող ասել, ես ներքին կոնյունկտուրային չեմ տիրապետում, բայց սա չի խնդիրը, վստահաբար վեհապարի դիրքին հավակնողների պակաս չի լինելու, եթե գործող քաղաքական մեծամասնությունը իր տեխնացուին ունենալ, որի վրա վստահ լիներ, կարծում եմ այդ օպերացիան այլ կերպ կգնար։ Ուրեմն մի կողմ ենք դնում այն եւ ես ասեմ, այս մասին բարբերաբար եմ խոսել, անկախ ամեն ինչից Հայաստանի այս առաքելական եկեղեցին կրոնական կազմակերպություն է գրանցված Հայաստանում, այդ կրոնական կազմակերպությունն ունի իր կանոնադրությունը, իր տրամաբանությունը կառավարման եւ պետությունը չպետք է խառնվի այդ կազմակերպության գործերին։ Կա այսպիսի ամերիկյան պետքարտուղարության տարեկան զեկույց կրոնական ազատությունների մասին, որն ամենամյա է, որը կարևոր զեկույց է։ Այս զեկույցում ես հույս ունեմ, որ առաջիկա զեկույցում արտացոլվելու է այս գործընթացը։ Եթե չի արտացոլվելու, ապա նույնը եթե անեին օրինակ Եհովայի վկաների կամ մորմոնների հետ, իրենք այսպես լուռ են լինելու, օրինակ եմ ասում, հա, մի կառույց է, որը դա անում է։ Ուրեմն ես ուզում եմ սա դիտարկել օրենքի, պետական կառուցվածքի եւ թույլատրելիության չափի բարոյական հատվածը մի կողմ եմ դնում, օրենքով է, արդյոք էս ամենն արվում, թե ոչ, իրավունք ունի որևէ բարձրաստիճան պետական պաշտոնյա գործընթաց սկսել կրոնական կառույցի կանոնադրության փոփոխության վերաբերյալ։ Եթե այնտեղ կան մարդիկ, որոնք օրենքից դուրս են, դատեք հենց այդ հիմքով։ Եթե այնտեղ մարդիկ կան, որոնք երրորդ երկրների համար են ծառայում, դատեք այդ հիմքով։ Հա, այսինքն
ես չգիտեմ թե ինչպիսի լուծում է լինելու առաջիկայում, բայց ակնհայտ է, որ վերադիրքավորումներ որոշակի կլինեն եւ կրկին օրինականությունն ու իրավականությունը կասկածելի են։ Տեսեք, պարոն Խառատյան, արդյոք կարելի է պնդել, որ արդեն կաթողիկոսի շուրջ է ուղղակը սեղմվում, նկատի ունենք ձայնագրության հրապարակումը, համաձայն որի մի հոգևորական ավելի բարձրաստիճան հոգևորականի ասում է, որ ինձ հրահանգել են, որ մորոդ հետ գնա անդիմության ցույցերին, եթե չգնաս, քեզ ուղարկում ենք մատուռ հեռավորության վրա, Վանաձոր, եթե չեմ սխալվում, այսինքն որոշակի պատժի տրամաբանություն է տվյալ անձը զգացել իր նկատմամբ եւ հրաժարվել է դա կատարել։ Ինչու եմ ասում կաթողիկոսի շուրջ, որովհետեւ հնչում է կաթողիկոսի անունը, որ ըստ էության նրա հրահանգով է տվյալ պատվերը կամ չգիտեմ, առաջարկը կամ հորդորը իջեցվել, մասնակցել ընդդիմության ցույցերին, ինչ կարող եք ասել։ Նախ շատ կուզեմ, որպեսզի դիտորդ մարմինները բացահայտեն, որքանով է ձայնագրությունը եղել օրինական եւ դրա հրապարակման աղբյուրները։ 1. Բովանդակությունը հասկանալի է, ակնհայտ է, որ եկեղեցու ներսում էլ տարբեր հարցերի շուրջ բավականին անառողջ վիճակ կա, բայց քանի դեռ սրանք իրավական դաշտում չեն, ես կոմենտ չեմ անելու այս հարցերին։ Թող քաղաքական մեծամասնությունը, որ պատգամավորների մակարդակում օր ու գիշեր ստատուսի պակաս չունի, կարծիք ձևավորելու տեսանկյունից թող իրենք դրանով զբաղվեն։ Մենք եկեք այդ իսկ կաթողիկոսի անձի շուրջ արդյոք օղակը սեղմվում է այս ամբողջը հաշվի առնելով։ Ենթադրում եմ, դժվար եմ պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, որովհետև կարծես թե այդ մարդն էլ իր կամքով գնալու ցանկություն չունի, ուստի չգիտեմ ինչ մեթոդով եւ ինչ տրամաբանությամբ է լինելու այն նպատակը, որ արդեն հրապարակային կերպով երկրի վարչապետը իր արժեվ է դրել, իսկ դա կաթողիկոսին էջմիածնից դուրս մղելն է։ Այսօր միգուցե շատերի համար ինչ որ անսպասելի բան, սցենար, բայց նրա ձերբակալություն, հարցաքննություն հնարավոր համարում եք։ Իհարկե, իսկ ինչ է, իսկ ինչի՞ պիտի հնարավոր չլինի։ Եթե անօրինական բան է արել, թող էլ լինի, իսկ ինչ եղել որ։ Ես այդտեղ ողբերգություն չեմ տեսնում ամենևին, ավելին ասեմ։ Այո, ինստիտուտ է դա, կարևոր, բայց եթե արձարմխելի մի բան է ինքը, այսպես շատերի պատկերացումները։ Այո, բայց եթե օրենք է խախտել, թող մնացած բոլոր քաղաքացիների հետ մեկտեղ դրա ուրեմն համար պատասխանատվություն կրի, սա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ գործընթացը հարուցվել է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դու իրավունք չունես կաթողիկոս լինել, որովհետև կուսակնության ուխտը չես պահել, հույս է ունեցել, որ այդ հիմքով այդ մարդը կհեռանա, այդ մարդը չի հեռացել, որևէ ապացուցողական հիմք Նիկոլ Փաշինյանն այս մասին չի ներկայացրել, որից հետո ակնհայտորեն սկսել է դե այդպես, դե ես հիմա ցույց կտամ, թե պետությունն ու եկեղեցին ոնց կարող են իրար հետ շփվել։ Դրա հետ մեկտեղ հերթական մի աճպարարությունն է մեզ մատուցել, առ այն, որ սա կապ չունի պետության կողմից եկեղեցու գործերի մեջ խառնվելու հետ։ Ես Հայաստանի այս առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ եւ հենց այդ տրամաբանությամբ է, որ ուզում եմ ռեֆորմի ենթարկել եկեղեցին, պարզապես ստացվել է այնպես, որ համել վարչապետ եմ։ Մի հատ տեսնենք պետական ռեֆորմների տարածքում ինչ առաջընթաց ունենք էլի, երբ որ արդեն ձեռնամուխ եք լինում սրան։ Ակնհայտ քաղաքական պայքարը եւ այստեղ իմիջիայլոց ես չեմ ուզում որևէ կերպ արդարացնել հոգեվորականությանը, որոնք որ հրապարակային քաղաքականության մեջ էին մտել, կրկնեմ, հոգեվորականներ քաղաքացիներ են, կարող են քաղաքականության իրենց քաղաքական դիրքորոշումներ ունել, աջակցել այս կամ այն քաղաքական ուժին, բայց եթե ուղիղ պիտի քաղաքականությամբ զբաղվեն, առանց վեղարի կխնդրենք։ Շատ լավ, այսինքն գործ ունենք մարտեր առանց կանոնների տրամաբանության հետ ստացվում է։ Գուցե ինչ որ իմաստով դատական գործընթացներն ու նախաքննական գործընթացները ցույց կդնեն, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Ուղղակի տեսեք, հետեւյալն է։ Որևէ մեկը չի հերքում այն, որ Հայաստանի այս հայ առաքելական եկեղեցում տևական ժամանակ լուրջ խնդիրներ են եղել, եւ սա նոր չէ։ Հա, տասնյակ տարիներ։ Չմոռանանք օֆշորային սկանդալները, չմոռանանք շփացած հոգեվորականների, չմոռանանք այն իրողությունը, որ շատ իմաստներով մենք նաև անընդհատ ունեցել ենք կոռուպցիայի եւ հերու հոգեվոր կյանքից հոգեվորականների, սա գիտենք։ Եվ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, լյուստրացիա է ենթարկում եկեղեցին։
Դե եթե լյուստրացիայի ենթարկում, թող ինչպես Գագիկ Ծառուկյանի 1979 թվականի դատական գործերը հրապարակեց, թող ԱԱԾ արխիվներից հրապարակի են հոգևորականների անունները, որոնք ծառայել են խորհրդային KGB-ին։ Թող է տանի։ Որոնք վախենում է, հա, դրա համար էսպես է անում։ Դե հիմա խոսենք, դե եկեք խոսենք։ Եթե այդ եք ասում, եթե ասում եք պակ ագենտներ են եղել, բա այն մնացածի մասին ինչ կասեք։ Վախեք ուրիշ հիմքերով այդ մարդկանց սերփակալում։ Իսկ ինչու այդ հիմքով չեն։ Որտեղ Ռուսաստանից վախենում է։ Դե Ստալինյան եկեղեցի է գոյություն ունեցել, դա Չէ, նախ մեր հոգևորականներին սկզբում 20-30-ականներին Ստալինյան ռեժիմը կոտորել է։ Եկեք սա չմոռանանք, հոգևորական է սպանվել։ Որոշ ժամանակ անց քաղաքականությունը փոխել է Խորհրդային Միությունը, հասկացել է, որ եկեղեցու միջոցով շատ լավ էլ հայ սփյուռքի համայնքները կարող է օգտագործել։ Մենք չմոռանանք նաև, որ 20-ականներին Նյու Յորքում պատարագի ժամանակ հոգևորական արևելյան թեմի առաջնորդ է գնդակահարվել Դաշնակցության կողմից։ Սա էլ չմոռանանք, հա։ Մենք արյունալի պատմություն ունենք հայ առաքելական եկեղեցի եւ հայ տարբեր համայնքներ տրամաբանության մեջ։ Բայց եթե դու եկել ես եւ փակ խոսակցությունների ընթացքում ասում ես դե ռուսական ագենտներ են, հիմա էլ Պորսո պատրիարքն է այդպիսի բաներ խոսում, հա, դե դիր որպես երրորդ երկրի համար ծառայողների դատական գործեր սկսի։ Այս ինչ անհասկանալի տրամաբանություն։ Եթե իսկ այո, այդ փակ հանդիպումների ժամանակ ես վստահ եմ, որ ասում է եւ ոչ միայն ինքը։ Արևմուտքի այդ խոսակցություններում հենց այսպես էլ հիմնավորվում եւ մեկնաբանվում է։ Դե եթե անում եք, բաց արեք։ Եթե այդպես լյուստրացիայի ենթարկելու խնդիրը եւ հայ առաքելական եկեղեցին ռեֆորմիզմի ենթարկելու, իսկ այդ շատ հեշտ չի լինելու է։ Ամբողջ սաղ իրար հետ Պորսո պատրիարքարան, Երուսաղեմ, Անտիլիաս եւ Էջմիածին 600 հոգևորական ունենք, ամբողջը իրար հետ։ Լավ, ասենք մի մասին այդպես իբրև գարեգինական հանեցիր, հետո ինչ ես անելու։ Այդ հոգևորականը դիվանագետի պես է, բժշկի պես է։ Դա երկար աշխատանքի, ջանքի արդյունք է։ Գեորգյան ճեմարանում տենց արագ ընդունելություն ես ունենալու, Վազգենյան ճեմարանում արագ ընդունելություն ես ունենալու։ Այդ ո՞նց է այդ արագությամբ այդքան հոգևորական ունենալու, որ արդեն իսկ մեր եկեղեցիների երակի պակաս հոգևորական ունենք, ծառայություն մատուցող չունենք։ Ինչպես է արտադրելու այդ նոր հոգևորականներին եւ ինչ սկզբունքով, հա, տենց ավետարանը կարդացած կանչելու ես քննություն են հանձնելու քոմոդ ու դու որոշես ով կարող է լինել ինչպիսի հոգևորական։ Այսինքն դուք վտանգ եք տեսնում ԿՊԱ-կան առաքելական եկեղեցու ձևավորումը։ Չէ, ես վստահ եմ, որ չեն կարող իրենք դա անել։ Այդ ծրագիրն էլ չկա։ Այսպես որոշել ենք հիմա սրանցից պիտի ազատվենք, այդ ենք անում։ Իսկ հետո ով կգա։ Իսկ ո՞նց պիտի իմանանք ով պիտի գա։ Դե ինքը իրանը ասելա, չէ՞, ո՞նց պիտի գան, ասելա կկարդակ ավետարանը, ես մեյլով իմ հետ կապվեք, հետո տենց միջանկյալ կորոշենք ով է կարևոր չի կուսակրոն կլի կուսակրոն չի։ Ընդհանրապես այդ կանոնակարգն էլ ասում է պիտի փոխենք։ Ինքն է որոշել, որ պիտի փոխենք հայ եկեղեցու կանոնակարգը, հա, եւ այսպես ինքը փոխում է, չի ստացվելու այդպես։ Մասշտաբը չընկալելու անverջ մարտնչող չընկալունակությունն է ինձ նյարդայնացնում, հա, այսինքն հետո ինչ ես անելու, լավ, սկսեցիր։ Այս գործընթացը սկսել ես, գնում ես արճակատման ուղիղ, հիմա էլ լավ, շատ լավ ես անում ինչ որ տարբեր եկեղեցու հետ աֆիլիացված բիզնեսների հարկային դաշտ բերելու եւ այլնի հետ կապված հարցերը։ Լավ, ինչու՞ պիտի այսպես ասած արտոնություն ունեցող բիզնեսներ ունեն։ Սրա հետ խնդիր չունենք ոչ մեկս, բայց մտել ես մի դաշտ, որտեղ դու գործ չունես, գիտելիք չունես եւ կարողություն չունես այդ մասշտաբով փոխելու։ Սա է նյարդայնացնողը։ Պարոն Խարատյան, իսկ ընդհանրապես հոգևորականության եւ քաղաքականության հարաբերությունների հարցին, եթե դիտարկեք, գիտեք ինչ տեսանկյունից Հայաստանի Սահմանադրությունը, երբ որ ասում է յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքական դրսևորումներում, խոսքի ազատություն եւ այլն, չի նշում բացառությամբ հոգևորականներ, այնտեղ դատախազություն, քննիչներ, այս կատեգորիայի դատավորները այս անձինք են օրենքով խիստ սահմանափակված, ես լավագույն կրոնագետը չեմ, որ հիմա ասել, ոչ էլ դուք այո։ Ես տարբեր մասնագետներ լսել եմ, ովքեր ասել են, որ ամեն դեպքում նրանք իրավունք ունեն որոշակի ակտիվության, այդ թվում քաղաքական դաշտում։ Հասկանանք ինչ ակտիվության սահմանն է, ասենք, ընդունելու ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլև հանրային ընկալումների, որովհետև երբ որ Բագրատ arczepiskopos Գալստանյանը ընդդիմադիր շարժում էր ձևավորում, եթե նա Կանադայի քաղաքացի էլ չլիներ, հեչ չենք կարող բացառել, որ նրա թեկնածությունը առնվազն արժեում քննարկվեր, ես չեմ կարող ասել կընտրվեր թե չէ, ուզում եմ ասել
մի քանի քայլ հետ էինք, այսպես ասենք, հոգևորական կաթողիկոսի տեխնացու ունենալու process-ից։ Չմոռանանք կաթողիկոսի կողմից վարչապետի հրաժարականի պահանջը, Վարդաչյան տարբեր հոգևորականներ անթաքույց բավական կոշտ հռետորաբանություն են կիրառում այս իշխանությունների նկատմամբ։ Այս ձայնագրությունները գալիս են լրացնելու այդ լարված ֆոնը, այդ որն է, էլի, որովհետև իշխանությունը, չգիտեմ, դա օբյեկտիվ է, թե չէ դուք ասեք, նրանց նմանեցնում է, աֆիլիացնում է ընդդիմության հետ, որ սրանք նույն տաշտում գտնվող մարդիկ են։ Մեկը վեղավոր, մեկը կոստյումով։ Լսեք, իսկ 90-ականներին Տեր-Հուսիկ Լազարյանին հիշում ենք։ Այո։ Հա, այսինքն ինչ է նշանակում։ Պատգամավորել կարող է լինել, ինչ է եղել։ Ախր որևէ մեկը չի ասում դուք իրավունք չունեք քաղաքականությամբ զբաղվելու ընդհանրապես։ Կրկնում եմ, եթե այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են, որոշները արդարացիորեն վաստակած հեղինակություն ունեն, իրենց ծառայությամբ, իրենց խարիզմայով, իրենց հետևողականությամբ, հա, այդպես է։ Այսինքն սահմանը թե հոգևորականը ընդհանրապես ինչքան կարող է խառնվել քաղաքականությանը կարող են քննարկել, բայց եկեղեցին կամ կրոնական դուք չեք ուզում, չէ՞, որևէ քաղաքական ուժի հետ նմանեցվեք, ասոցիացվեք, ես նույնպես, ես տարբեր հայացքներ կարող է ունենամ իմ կարծիքը, բայց կարող է նաև վաղը ուզեք կամ ուզենք, այդտեղ ողբերգություն չկա։ Բայց ես իմ այս կարգավիճակից դուրս կգամ, որովհետև հենց դա կուսակցական լրագրող լինելը ինձ համար ընդունելի չի առնվազն։ Շատ լավ, այսինքն էթիկայի խնդիր կա անձնական մակարդակում, հա, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի, որպեսզի աֆիլիացված չլինեք։ Այստեղ ինստիտուտների հարցն է։ Եկեղեցին ինքը որքանով է խառնվում քաղաքականությանը։ Մի ժամանակահատվածում, երբ որ մենք տեսնում ենք Հայաստան-Ռուսաստան լարվածության հսկայական աճ եւ տեսնում ենք թե ինչպես է վեհափառը կանչում Ռուսաստանի դեսպանին եւ մեդալ տալիս եւ հակառակը, իհարկե շատ բան հասկանալի է եւ եկեք բան չանենք, մենք այստեղ ազատ կարող ենք քննարկել, եկեղեցին էլ բնականաբար քաղաքականության մաս է կազմել շատ ժամանակներ, եթե ոչ ասենք միշտ։ Ի վերջո, երբ Հայաստանի Հանրապետությունն էր հռչակվում, առաջին ելույթը, ինչպես հիշում եք, Վազգեն վեհափառն էր եւ սիմվոլիզմի տեսանկյունից առաջին անձնագիրն էլ նրան տրվեց։ Երբ կաթողիկոսի ընտրություններ էին լինում, մենք գիտենք, որ նաեւ վատ պրակտիկա ենք ունեցել, չնայած սա փորձ էր Անտիլիասը եւ Էջմիածինը միավորելու, Գարեգին առաջին կաթողիկոսին խնդրեցին այն ժամանակ կամ առաջարկեցին գալ եւ Էջմիածնում ղեկավարել, որը նպատակ պիտի ունենար միավորելու եկեղեցիները կամ գոնե այդպես էր եւ գիտենք, որ եթե ոչ հրապարակային կամ բացահայտ ժամանակի իշխանությունները շատ լավ աշխատում են եկեղեցու հետ։ Հա, այսինքն ընտրություն կատարելիս։ Մենք նաեւ գիտենք, որ հանրապետական հոգևորականներ ունեինք։ Հա, կուսակրոն, հանրապետական կուսակցության անդամ, ինչ էր այն Սարացյան թեմի առաջնորդը, որը որ Բենտլի ուներ բան, այդ մարդը։ Հա, միշտ եղել է սա։ Հիմա մենք ինչ ենք ուզում փոխել։ Ինչպես ենք ուզում դա փոխել։ Կամ դա ընդունել եւ համերաշխվել, կամ չընդունել եւ ինչ։ Քանի դեռ օրինական է, խնդիր չկա։ Եթե պիտի օրենքով կարգավորենք, եկեք հասկանանք դա ոնց ենք անում, որովհետեւ դասական իմաստով Հայաստանը եկեղեցու եւ պետության տարանջատման խնդիրը չի ունեցել որպես այդպեսին։ Եկեղեցու եւ պետության տարանջատման խնդիրը կաթոլիկ եկեղեցու միջնադարի պատճառով է, ինկվիզիցիայի պատճառով է, որ տեղի ունեցել, իսկ Միացյալ Նահանգները դա հասցրել է ուրիշ բարձրակետի հաշվի առնելով եվրոպական փորձը։ Երբ որ կրոնապետությունը թեոկրատիան ըստ էության մոնարխիայի հետ, հա, թագավորությունների հետ կառավարում էին պետական համակարգը եւ ռեսուրսներ ունեին եւ այլն։ Սա իրենց անցած փորձն է, դրա արդյունքում իրենք ստեղծել են սահմանադրություններ, հեղափոխություններ են արել եւ տարանջատում են դրել։ Մեզ մոտ օրգանական գործընթացով այսպիսի տարանջատում տեղի չի ունեցել։ Եվ այս առումով մեր մոտ իրավիճակը ամորֆ է։ Եվ սա էլ է պատճառներից մեկը, թե ինչու է տեղի ունենում այն ինչ որ տեղի ունենում, որովհետև մենք նաև անցյալի այս գործընթացները ճշգրիտ չենք գնահատել եւ չենք հասկացել եւ այդ սահմանազատումը չենք դրել։ Եվ հետո մենք հիշում ենք նաև, որ սահմանադրորեն Հայաստանի այս առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ է ստացել։ Սա էլ է խնդրահարույց եղել ժամանակին, ասեմ, բավական բարդ խնդիրներ են քննարկվել։ Դրան զուգընթաց եղել է հայ եկեղեցու պատմության դասագրքեր հանրակրթական, որտեղ իդեպ Հայաստանի այս առաքելական եկեղեցին, ես ունեք այսպիսի հարցեր կուզեի քննարկել, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրի գործընկերները որքանով են այս խնդրի մեջ խորամուխ եղած, երբ Պավլիկյան եւ Թոնդրակյան շարժումներն էին դուրս բերվում հայ եկեղեցու պատմության էջերից։
հա, որովհետև դրանք աղանդ էին եւ այսպիսի բովանդակային հարցեր մենք չենք քննարկում։ Մենք ասում ենք դու չես կարող լինել, չպետք է լինես, որովհետև լավ չես պահել քեզ։ Մինչև էդ էլ ասում ենք, բա ասում են Աչապահյանին խի եք հիմա ձերբակալում, դե ասում են այն ժամանակ թուլացած էինք հանրային ընկալումները բան։ Բացահայտ։ Այս ամենը շատ բաց խոսվում է։ Այսքան պրիմիտիվ է մեր քաղաքականությունը, իրավականությունից դուրս։ Սա է անհանգստացնողը եւ հետևանքներն ու հետագա սցենարները կառավարելի պահելու խնդիրն է որ կա։ Հա, հետո ինչ է անելու։ Լավ, էս եղավ, հետո ինչ է լինելու, ինչ որ միջանկյալ շրջան եւ ինչ այն հոգեվորականները, որոնք ժամանակին ծառայում էին այս տրամաբանությանը, վերադիրքավորվելու են, սկսելու են ծառայեն ու ամեն ինչ լավ է լինելու։ Թե ինչ որ մի հատ հանձնաժողով եք ձևավորելու եւ ինչ որ վեթինգ անեք, ով կարող է լինել, ով չի կարող լինել։ Ավետարանի կարդացածության ու ընկալման մակարդակն էլ բացառապես վարչապետի մակարդակով ենք սահմանելու։ Դե լավ էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Խառատյանին։